Ավանդույթ է, ամեն տարի ամանորի նախաշեմին նախագահի նստավայրի դռները բացվում են երեխաների առաջ։ Այսօր Բաղրամյան 26-ի հյուրերը սահմանամերձ բնակավայրերից են։ Երեխաները Երևանում են դեռ երեկվանից, հասցրել են այցելել պատմության թանգարան եւ տիկնիկային թատրոն, եղել են Հանրապետության հրապարակում։ Տոնածառի հանդեսի միջոցառում մասնակցել։ Սա նախագահի նստավայրն է եւ նախագահն է այստեղ լինելու։ Հուսով եմ, որ նախագահին կտեսնեմ, դա իմ երազանքներից մեկն է։ Սահմանամերձ գյուղերում երեխաների ամանորյա ցանկություններն ու երազանքներն են տարբեր։ Խաղաղություն որ լինի բոլոր մարզերի սահմանամերձ գյուղերում։ Համակարգիչ, հեռախոս։ Նախագահի նստավայր դպրոցականներին ուղեկցում են տնօրեններն ու ուսուցիչները։ Օրը տոնական է ոչ միայն երեխաների, այլև նրանց համար։ Սահմանամերձ գյուղ է, մեր գյուղը երեխաների համար շատ հետաքրքիր միջոցառում է, շատ գոհ ենք։ Երեխաների ամանորյա ցանկությունն այլևս իրականություն է։ Բարեմաղթանքներ անձամբ նախագահ Սերժ Սարգսյանից եւ տիկին Ռիտա Սարգսյանից։ Ցանկանում ենք, որպեսզի դուք լինելով ձեր ծնողների սիրելի բարիկներ կարողանաք ձեր լավ ուսման օրինակելի վարքով ձեր ծնողների նկատմամբ մեծագույն հարգանքով մշտապես ուրախացնեք նրանց։ Ցանկանում եմ, որպեսզի դուք ունենաք երջանիկ մանկություն, որպեսզի դուք դառնաք մեր երկրի լավ քաղաքացի, ակտիվ քաղաքացի, որպեսզի դուք կյանքում հաջողված մարդիկ լինեք։ Իսկ դրա առաջին գրավականը սիրելի երեխաներ լավ ուսումն է, աշխատասիրությունն է ու իհարկե հարգանքը ծնողների, մեծերի եւ երկրի նկատմամբ։ Ձմեռ Պապի Գավազանի մի հարվածով նախագահի ներկայությամբ վառվում են նստավայրի տոնածառի լույսերը։ 6-ամյա Սյուզին համադասարանցիներին պատմելու շատ բան ունի։ Հարազատ գյուղից հասել է Երևան ձմեռ Պապի համար արտասանել ու անգամ զրուցել է նախագահի հետ։ Իմ Հայաստան, Արցախ, Սփյուռք, ողջայություն, շնորհավոր քո նոր տարին եւ Սուրբ Ծնունդ։ Սերժ Սարգսյանը առիթը բաց չի թողնում նաև դպրոցների խնդիրներով հետաքրքրվելու համար։ Այգեպարի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհին էլ անկեղծանում է։ Դպրոցը գազաֆիկացված չէ եւ մարզադահլիճն անմխիթար վիճակում է։ Ասեց որն է կարևոր։ Ես էլ մարզադահլիճը խնդրեցի, որ վերանորոգան, խոստացավ եւ կօգնի։ Տոնական միջոցառումները Բաղրամյան 26-ում դեռ կշարունակվեն։ Վաղը նախագահի նստավայրում կհյուրընկալվեն սիրիահայ երեխաները, զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների, Արցախյան ազատամարտի մասնակից վետերանների եւ զինծառայողների երեխաներն ու թոռները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ 2 օրից էլ նախագահականի դռները կբացվեն հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած շուրջ 1000 երեխաների համար։ Նման միջոցառումները արդեն ավանդական են դառնում։ Անցյալ տարի եւս նստավայրում հյուրընկալվել էին 6-ից 12 տարեկան երեխաներ, հիմնականում խնամքի ու պաշտպանության հաստատություններից, գիշերօթիկ դպրոցներից ու մանկապարտեզներից, ինչպես նաև սիրիահայ երեխաներ։ Եվս մի ավանդույթ, նախագահական նստավայրից ոչ մի երեխա դատարկաձեռն չի հեռանում։ Սպարտակ Գրիշյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։